տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների առաջացման եւ զարգացման ականատես եղանք։ Քաղաքական դաշտում, ինչպես միշտ, արդեն ավանդական է դարձել մայիսից սկսած, ասում ենք, թեժ աշուն է սպասվում եւ այդ սպասելիքներով հիմա տեսնենք, կա, գիտեք, քարյակի ֆորմատով կան 12 պահանջները եւ հայտարարություն, որ սեպտեմբերին մեծ հանրահավաք է լինելու եւ իմի են վերելու, բայց թերևս բոլորը մտահոգ են քաղաքական դաշտի լղոզման առումով եւ ես անձամբ իմ հույսերը կապում եմ քաղաքացիական հասարակության, քաղաքացիական նախաձեռնությունների ել ավելի ակտիվացմամբ, ամեն օր ցույցեր, երթեր են այս պահին կառավարության շենքի առջև նույնպես մարդիկ հավաքված էին, տարբեր դժգոհությունների աստիճանը այնքան է բարձրացել եւ այնքան տարաբնույթ են այդ դժգոհությունները, ցավոք սրտի առայժմ անջատ ինչ որ դրսևորումներ ենք տեսնում, կոորդինացված շարժում, կոորդինացված բողոք դեռևս չկա, հուսանք, որ աշնանը այս անգամ գոնե կկարողանան որ ավելի լայն ֆորմատով հանդես գալ։ Այստեղ նաև վտանգա, որ մի բան կա, այդ շինծու խանդը, հա, քաղաքական, դա անհասկանալի է, որովհետև այսօր մենք բոլորս պայքարում ենք մեր երկրի ինքնիշխանության կորստի վտանգի դեմ եւ այստեղ բոլորս պետք է մտածենք մեր իրավունքների պաշտպանության մասին, լինի քաղաքական գործիչ լինենք, քաղաքացիական, թե գիտնական, դա պետք է մի կողմ դնենք եւ այդ խանդի դրսևորումները միայն վնասում են ընդհանուր շարժման կազմավորմանը։ Սա թերևս եւ ձեր հարցերով արդեն ավելի կմանրամասնենք, շնորհակալություն։ Եթե կա հարց, համեցեք։ Ֆորմատով 12 կետանոց պահանջներ կա եւ չբավարարեն թեժաշուն, որովհետեւ կերպով տեսնում եք այդ հանրահավաքներում, դեպքում մասնակցիներում եւ դաշտի Ռոբերտ Քոչարյանի արձագանքներից հետո արդեն շատանում են քաղաքական գործիչներ ուժերը, որոնք պատասխանատվություն են հայտնում համագործակցել հայց համազգային շարժումը այդպիսի հնարավորությունների դեպքում անձամբ Քարյակի ֆորմատով չեմ տեսնում որևէ բան, այս պահի դերությամբ մենք մեզ որևէ առաջարկ չի արվել եւ ավելին մենք ճիշտն ասած գտնում ենք, որ անհասկանալի է, մեզ համար անընդունելի է այսօրվա այն փորձերը, որ ընդդիմադիր դաշտը, ընդդիմադիր կուսակցություններ, ընդդիմադիր բառը հանվում է բառաքաղաքական բառապաշարից, անհասկանալի է այդ իշխանական, ոչ իշխանական ուժեր լղոզված ձևակերպումը եւ լղոզված պահանջներ քարյակի ֆորմատում կան կուսակցություններ, որոնք մշտապես խոսել են, որ առանց լիակատար իշխանափոխության որևէ բան չի փոխվի եւ պահանջում են իրենց իսկ բնութագրմամբ ոչ լեգիտիմ ավազակապետական իշխանություններից անել ինչ որ բարեփոխումներ, որը մի քիչ հասկանալի չէ։ Ես որպես քաղաքացի եւ մեր կուսակցության բոլոր անդամները որպես քաղաքացի 88 թվականից բոլոր պայքարի դրսևորումներում եղել ենք եւ լինելու ենք որպես քաղաքացի ցանկացած միջոցառմանը լինի ցույց, երթ, հանրահավաք, որը միտված կլինի Հայաստանի իրավիճակը բարելավելուն, անպայման կմասնակցենք որպես շարքային մասնակիցներ մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ չենք խորշում նման որևէ գործ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ակտիվացմանը, հա, հարցրեցիք, թե խոսում է համագործակցությունը, ես կարծում եմ, որ ինքը Ռոբերտ Քոչարյանը շատ լավ բնութագրել էր իր կարգավիճակը, կանխատեսել էր, որպես երիտասարդ թոշակառու, մաղթում եմ ինքը իր թոշակով վայելի իր թոշակը, մանավանդ որ այդ թոշակին հավելյալ բավականին մեծ գումարներ կարծում եմ կուտակել է այդ տարիների ընթացքում, իր պաշտոնավարման 10 տարիների արդյունքն ենք մենք այսօր վայելում նաև, այդ առումով չեմ կարծում, որ նա անելիք ունի եւ ասելիք ունի եւ չեմ կարծում, որ հայ ժողովրդի կամ հասարակության ընտրողի հիշողությունը այնքան կարճ է, որ մոռանալու է Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մասին, այսօր մեր կուսակցությունը չի պատկերացնում համագործակցության որևէ եզր Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ինչ եք կարծում, ավելի շատ կանխորոշող է լինելու աշնանային շրջանում հասարակական շարժումը, որը կարող է բերել նաև քաղաքական ուժերի միավորման այդ ալիքի շուրջ, թե հակառակը, որն է լինելու դոմինանտ եւ որոշիչ, որովհետեւ դուք նշեցիք, որ կան հասարակական շարժումներ, բայց որոնք տարերային են։ Ի վերջո, որն է ավելի առաջնային լինելու եւ որն է կանխորոշելու նաև մյուս գործոնի հետագա կարգավիճակը։ Նո, ինչպես նշեցի, ցավոք սրտի քաղաքական դաշտը լղոզված է այսօր թերևս պարզ չէ ով է ընդդիմադիր, ով ոչ, մարդիկ գիտեք ունենք կուսակցություններ, որոնք սեզոնային ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր են եւ անում են բաներ 5-6 տարի կոալիցիայի կազմում, հետո ներողություն են խնդրում կոալիցիայի համար իրենց հռչակելով չի ընդդիմադիր լինելը, դա ամենօրյա աշխատանքներով է։ Իմ հույսը քաղաքացիական հասարակությունն է։ Ցանկացած երկրում, երբ քաղաքացիները փորձում են կազմավորվել, դրա դեմն առնել անհնար է լինում, դրա վկայությունն է արաբական գարունը, որտեղ չկային քաղաքական լիդերներ, դրա վկայությունն է Մայդանը, որտեղ հավաքված ժողովուրդներ թելադրում իրենցից կողմից նշանակված կոորդինատորներին, ինչ անեն, երբ անեն, ինչ հերթականությամբ անեն, եւ այդ համաժողովրդական ցասումը իր արտահայտումը ստացավ Մայդանում եւ հաղթանակի բերեց։ Հիմա նույնը եղավ Վրաստանում տարիներ առաջ, Վարդերի հեղափոխության ժամանակ լիդերները հետո ի հայտ եկան եւ այդպես է լինում ցանկացած տեղ, երբ հասարակությունը այլևս չի հանդուրժում, որ իր իրավունքները ոտնահարվեն, իսկ մեզանում իրավունքները ոտնահարվում են ամենուր, ամեն օր, բոլոր բնակավարներում, այդ անհանդուրժողականությունը կբերի նոր ալիքի ձևավորման, ինչպես եւ 88 թվականին մենք կարողացանք, այն ժամանակ էլ չկային լիդերներ, գիտեք, այնպես որ ես որևէ հույս չեմ կապում մեր քաղաքական կուսակցությունների հետ, քաղաքական դաշտը, ինչպես ասեցի, աղճատված է, հույսս երիտասարդ սերունդն է, որը ավելի հետևողական կլինի իր իրավունքների պաշտպանության համար պայքարում։ Հարց այստեղ, հետո դուք։ Արզումանն ուզում է նախ հրաշեն կարծես այնքան էլ աղթիքի քաղաքացիական դաշտում, դե սպասում ենք այն, և երկրորդյան նավը, որ հրաշեն կարողում է քաղաքացիական դաշտը ստանցնի, ասել քաղաքական դաշտը, քաղաքացիական դաշտը իրար հետ կապելու, միավորելու, վերարտադրել։ Մենք նման մեծ ամբիցիաներ չունենք, ճիշտն ասած, հրաշեն զուտ լիբերալ կուսակցություն է, որը պայքարում է լիբերալ արժեքների պահպանման համար, որոնք այսօր վտանգված են եւ վտանգված է նաեւ Հայաստանի ապագայի տեսլականը։ Մենք տեսնում ենք Հայաստանը եվրոպական ընտանիքում, քաղաքակիրթ աշխարհի, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում եւ կտրականապես դեմ ենք եվրասիական այս զարգացումների, մասնավորապես Մաքսային միությանը անդամագրվելու գործընթացին մենք մեր անելիքը տեսնում ենք ավելի շատ որպես միսիոներություն, եթե կցանկանաք, բացատրական աշխատանք տանել, ցույց տալ թեր եւ կողմերը այս գործընթացների ինտեգրացիոն եւ պայքարենք հանուն լիբերալ արժեքների հաղթանակի։ Քաղաքացիական շարժումներին մենք չենք ցանկանա, մենք այդ կարողություններն էլ չունենք, ինչպես փոքր կուսակցություն ենք, լիդերություն, նաև չունենք այդ ամբիցիաները, ինչ որ մարդիկ պայքարում են, ամեն մեկը իր պայքարի ձևը ունի եւ ոճը, եթե գտնեն, որ կարող ենք այս կամ այն կերպով նպաստել, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ, որոնք պայքարում են օրինականության համար։